Թբրևանկի գրթական ուսումնական 95-րդ տարեշրջանի ամավերջի հանդեսը դեղի ունեցավ գիրագի 15 հունիս 2025-ի երեկոյան ժամը 7-ին Բիքվայայի Սուրբ Աստվածածին վանքի շրջապագին մեջ, նախակահությամբ Նորին Սուրբ Օծություն Դերդեր Արամ Արաչին Գաթողիկոսի։ Հանդեսին ներկա էին Գիլիգյան ուխտի միապան հայրեր, թեմերեն ժամանած առաջնորդ սրբազան հայրեր եւ ազգային վարչությանց ներկայացուցիչներ, ինչպես նաև Թբրևանկի ուսուցիչներ, գրթական մշակներ, ծնողներ եւ բարերարներ ու բարեկամներ։ Թբրևանկի քայլերքով ընթացք արավ ամավերջի հանդեսը։ Ավարտական դասարանի անունով ուղերձ ընթերցեց նորոց ուսագրոն քահանա հոգեշնոր Դեր Դավիթ Ապեղա Ասայան։ Անկողություն ու փառք հայտնեց Աստուծո, որ իր դասընկերներն ու ինք արժանացան այսօրվան շնորհքին, եւ ապա անդրադարձավ Թբրևանկի մեջ իրենց ուրջացման ընթացքին։ Անսավ, որ Թբրևանկի մեջ իրենք զարգացան ու աջեցան Տիրոջ շունչով, իբրև աբակայի մշակներ։ Հայր Դավիթ հաստատեց, որ Թբրևանկը իրենց համար դարձավ երկրորդ տուն, իսկ թբրևանեցիները ընտանիքի անդամներ։ Հայր Սուրբը ուղերձը ավարտեց երախտագիտություն հայտնելով Վեհապար Հայրաբեդին, ինչպես նաև անցյալի ու ներկայի դեսչական անդամներուն, ուսուցիչներուն եւ ծնողներուն։ Հիշյալ ուղերձին հաջորդեց գեղարվեստական հայտագիրը, պատրաստված թբրևանեցիներուն կողմից։ Ապա Թբրևանկի դեսչության խոսքը արտասանեց դեսուչ Գերաբադիվ Դերբարույր Զայրակուն Վարդավետ Չերնեզյան։ Անսավ. այս նվիրական հաստատությունը, որ 95 տարվան պատմություն ու վաստակ ունի մեր եկեղեցվո ու ազգի անկին մեջ, ահա այսօր անգամ եւս կարձականք է մեր համասկային գարիքներուն եւ մեր ժողովրդի սպասումներուն։ Այս գիտակցությամբ է, որ Թբրևանկի դեսչությունս եւ ուսուցչական գազմը նորին սրբություն Վեհապար Հայրաբեդին հովանավորությամբ ու իմաստուն առաջնորդությամբ լծված է այս նվիրական առաքելության մարմին ու հոգի դալու աշխատանքին։ Խոսքը ուղղելով շրջանավարտներուն, դեսուչ Հայր Սուրբը ընդգծեց մեր ժողովրդի գարիքներուն մատակարարման կարևորությունը, մանավանդ հոգևոր սնունդին։ Իր խոսքի ավարտին Հայր Բարույր անդրադարձավ Վեհապար Հայրաբեդին քաղաքալության 30-ամյակին։ 95 տարվան աննգուն աշխատանքին եւ անդադրում ծառայության տարիներուն 1/3-ը ձեր առաջնորդությամբ պսակվեցավ։ Այդ տարիներու շրջանավարտները երախտաբարդ աչքերով ցեզի գնային Վեհապար Դեր։ Մեր Սուրբ Աթորի ներկա 63 միապաններուն 46-ը ձեր քաղաքալության օրերուն Թբրևանկեն շրջանավարտ դառնալով զինվորակրված են այս Սուրբ ուխտի ծառայության։ Եվ ահա, բարի մաղթանքներով աղոտ կբարձրացնենք Արամ Մենակալը, որ քաջառողջ ու պեղմնավոր օրեր բարգեւե ցեզի, որբեսի ձեր ջամփով առավել եւս օրհնվին հայ եկեղեցվո Մեծիդան Անգելիկիո Գաթողիկոսության Թբրևանկն ու անոր առաքելությունը, իբարձանս հայ եկեղեցվո եւ ի վայելումն մերազն ժողովրդի զավակներուն։ Ապա դեսուչ Հայր Սուրբը բեմ հրավիրեց Հայրաբեդը, որուն ցերամբ դեղի ունեցավ վգայականած փաշխումը։ Վգայականները ստացան Դավիթ Ապեղան, Երվանդ Եղիայան, Վահե Ֆիլիկյան եւ Հրակ Դաշյան սարգսակները։ Իսկ վգայակիրներ հոգեշնոր Դեր Մովսես Ապեղա Յոսուլկանյան ու հոգեշնոր Դեր Աբրահամ Ապեղա Ջուլֆայան, որոնք հունվար ամսուն անցած էին Գիլիգյան ուխտյալ միապանության շարքերը եւ այդ իմաստով Թբրևանկին մեջ հետեված էին խդացյալ դասընթացներու։ Հուսք իր պատկամը ուղեց Արամ Արաչին Գաթողիկոս։ Անսավ. Ինձի համար Թբրևանկի մասին խոսիլ կնշանակե խոսիլ իմ կյանքիս մասին։ Իմ ծառայական կյանքիս ամուր հիմքը տրվեցավ Թբրևանկեններս։ Թբրևանկը ինձի համար եւ ես կհավատամ, որ մեր բոլոր միապան հայրերուն համար սովորական դպրոց չեղավ, այլ ոգի գերդող եւ մեզ դեպի եկեղեցի ու ժողովուրդ ծառայելու առաջնորդող
նոր իման սրբավայր եկեղեցվո գողքին։ Հայրաբեդը լայնորեն խոսեցավ Դբրևանկի առաքելության մասին, շեշտելով մտավորական մշակներ եւ Աստուծո պատկերին համաձայն մարդ կերտելու վայր ըլլալու իրողության մասին։ Հայրաբեդը ապա խորհրդածությամբ մոտեցավ ասկի գարիքներուն եւ այդ իմաստով Դբրևանկին ընծայած առաքելության։ Անհայտնեց, որ Դբրևանեցին կպատրաստվի ուղղվելու դեպի խորան եւ հոն Սուրբ Հոգվո էջքով դառնա նոր մարդ, խորանին ուղղվելու համար դեպի մեր ժողովրդին ծառայությունը։ Հոգևորականը Դբրևանկին մեջ է որ կպատրաստվի եւ հետեւաբար մեր ժողովրդի զավակները բարձրագույն աստիճանի նախանցախնդրությամբ, քուրքուրանքով ու հոգածությամբ իրենց ծորակցությունն ու նեցուկը պետք է հայտնեն Դբրևանկին, ընդգծեց վեհապար Հայրաբեդը։ Ապա անիր ուրախությունը հայտնեց, որ այս ամավերջի հանդեսին ներկա է ազգային բարերար Հալեկո Բեզիկյան, իր զավակը Զարեհ եւ թորը Անի։ Այս ընտանիքը առաջիններեն եղավ, որ դարիներ առաջ Դբրևանկին համար հատուկ հիմնադրամ հաստատեց, որբեսի Դբրևանկը կարողանա շարունակել իրեն վստահված հոգեգերդումի ու մարդագերդումի առաքելությունը։ Իր խոսքի ավարտին Արամ առաջին կաթողիկոս իր բարձր գնահատանքը հայտնեց Դեսուչ Հայր Սուրբին, դեսչական անդամներուն, ուսուցիչներուն եւ Դբրևանկի բարեկամներուն ու բարերարներուն եւ հարադեւ վերելք ու հաջողություն մաղթեց Դբրևանկին։ Դբրևանկի 95-րդ գրթական ուսումնական ամավերջի հանդեսը ավարտեցավ Հայրաբեդին բահբանիչ աղոթքով եւ Գիլիկիա օրհներկով ու հայրաբեդական մաղթերքով։